բոմժա պարկ է։ Այդ ղա, հարցը շորով բոմժ ես տեսել։ Հա ինչ, կարող է փողոստեր ընկած փեսա է մանգալի, փեսու բոմժա էլի։ Ինչ ես խոսում։ Լավ էսա կպարզենք բոմժա թե չէ։ Ջուլիկը մորքուր։ Այս աղջիկը դվայորդնի քրոջս աղջիկն է, Արփինեն։ Հերն ու մերը պարտքերի պատճառով Վլադիվաստոկ խոպան են գնացել, ինքն էլ տատու հետ գյուղում ապրում։ Արփինե։ Ինչ ես անում ստեղ։ Փախել եմ գյուղից։ Արի ներսանցի տեսնեմ ինչ ա եղել հետդ։ Արի։ Անկա պատմության մեջ, եթե այս աղջիկը փախել է, ուրեմն ինչ-որ մեկից է փախել։ Եթե ինչ-որ մեկից է փախել, ինչ-որ մեկը գալու է հետևից։ Եթե գալու է հետևից, ուրեմն գալու է մեր տուն։ Ու տուրու դմփոց։ Ոնց որ սերիալի մեջ չլնեմ, այս սցենարիստներն են ոնց ուզում տանջում են ինձ։ Ոտաս։ Լավ։ Աշկի շատ խոսացի։ Վերցրու։ Դու չէ։ Ես մտքերով էի։ Այս տաք շոկոլադը խմի ու պատմի տեսնեմ ինչ ա եղել Արփիջան։ Հարսանիքից եմ փախել։ Ում հարսանիքից։ Բա ինչի ես փախել։ Որովհետև տնեցիք պարտք էին գյուղապետին ու այդ պարտքի տեղ ուզում էին ամուսնացնել։ Են 80 տարեկան Կարոյի հետ։ Հա։ Ահո։ Լավ 80 տարեկան է էլի։ Երկու օր ոտդ կաղկցեի կմերներ, համե գյուղը կմնար քեզ։ Շավո, այդ Կարոյից ցեղում ոչ մեկ 120 տարեկանից պատկա չի ապրել։ Էդի մարդա թե պոպոքի ծառ։ Բա հիմա ինչ ես ուզում անես Արփիջան։ Չգիտեմ։ Քաղաքում միակ բարեկամներս դուք եք։ Ուզում եմ մի քիչ ձեր տանը մնամ, փող աշխատեմ, տնեցիկի պարտքերը փակեմ ու գնամ իրանց մոտ։ Ահա, հեսա Ջուլիկը հարցնելու կարես աղջիկը մնա մեր տանը։ Քանի չի հարցնել, ես կամաց ցաբարվեմ։ Հա Արփիջան, խնդիր չկա։ Դու կարաս ես տանը մնաս այնքան ժամանակ, մինչև քո բոլոր խնդիրները լուծվի։ Շավո, Արփին կարա մնա մեր տանը, չէ՞։ Իհարկե կարա մնա։ Թու, մի ոտեր մնացե որ փախնեի։ Մերսի ձեզ շատ։ Խնդրեմ, ինչի համար։ Վերջ, հիմա 100% ընկա պատմության մեջ։ Հեսա իրանց գեղի անմահներով գալու են մեր տուն։ Դու ես, տնաշը վախեցա, ես ասի են գյուղի անմահներն են եկել։ Կամաց։ Ինչ է եղել։ Ինչ կա մեր օպերացիայից։ Բժիշկը պատրաստվում, հա։ Ինչ օպերացիա։ Ջայլացման։ Հա, ջայլացման օպերացիան։ Բայց արից դե չխոսանք։ Պետք չի երեխեքը մեզ դե իրար հետ տենան, դրանք բերան բաց են, գնանք ավելի ապահով տեղ։ Որտեղ։ Վերանդա։ Տեղը սա Շավո։ Բայց ստեղ էլ ավտանգավոր, տարածքը բաց է, մեզ կանան լսեն, արի ուրիշ տեղ գնանք։ Էսի ավելի վտանգավոր տեղ է, էլ չեմ ասում, որ Սամսոնը միամիտ մտավ սենյակ, մեզ երկուսից իրար հետ տեսավ, լրիվ ուրիշ բան կմտածի։ Շավո, մայնա ուր գնա։ Служи сюда, Շաբաշ։ Այստեղից էլ ոչ միտեղ չեմ գնալու, ասա տեսնեմ ինչ կա այդ օպերացիայից։ Լսի Լանա, այդ փողը քչություն է արել, պետք է ավելացվի։ Բայց ես քեզ $1000 փող եմ տվել։ Հա, տես, քանի որ գործը գաղտնի է ու օրեցօր ավելի շատ մարդ է խառնում այդ գործի մեջ, պետք է գումար ավելացվի։ Անդեպուշ քրոջ գումարա, գլխավոր բժշկի գումարա, վիրատություն անող, լանցետը, լիֆտյորնա, սանիտար։
Ուզում ես ջահելանաս, պետք է փող ծախսես։ Ладно. Ասա տեսնեմ сколько։ $4000։ Сколько? Շամուլ, ես այդքան փող չունեմ։ Դե ուրեմն մենք չենք կարող տված ավանսը հետ վերցնենք, կամ էլ պետք է շարունակենք օպերացիան։ Բայց ես որտեղից այդ կլորի գումարը գտնեմ։ Կլորից ուզի, Սամսոնից։ Ты что? Самсոնը որ իմացավ ես տենց բանի համար $2000 եմ տվել, он меня голыми руками задушит։ Պապա, Լալա ջոջա, ես ինչ եք ստեղ անում։ Մանեջան դուրս է եկել մաքրո չնչելու։ Elə դես Երևանի օդը շատ լավն է, էլի։ Լանա ջան, դու էլ ես տեղ։ Չէի նկատի, հա։ Ай, Шамо, привет! Как дела? Էլի շունամը տեթաղ։ Թոն այդ ոսկորը։